Աշխատանքները գնում են բարձր մակարդակի, տաղավարները բոլորը հիմնականում բաց են, աշխատել ենք, աշխատելու ենք եւ ուզում ենք երկար աշխատենք, որովհետեւ տաղավարի տերերը իրենք փոքր եւ միջին ձեռներեցը ուզում է աշխատել եւ աշխատում է։ Ընդհանուր առմամբ փակվել են մեզ մոտ 24-25 խանութ այս հետնամասում, եթե կուզեք ցույց տամ հիմա, կապարակնքվել են այս մուտքերն ու ելքերը, 3 մուտք, 3 ելք ու մուտք կապարակնքվել են։ Հիմա մեր խնդրանքն է, որ այս ելքերը ու մուտքերը բաց են եւ ընդհանուր առմամբ խանութները բաց են, որպեսզի մյուս գործընկերներն էլ աշխատեն, որ չխոչընդոտենք նրանց աշխատանքը, որովհետեւ եթե բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրավոլտեժ բոլոր տեղերով գնում են եւ սա խոչընդոտ չի կարող համարվել եւ ուզում ենք, որ խնդրանքն է մեր, որ թույլ տան այս մարդիկ աշխատեն եւ այս ելքերն ու մուտքերը, 3 մուտքերը բացվել, փակվելու հետ կապակցված, որ փակվել է, մի քիչ խոչընդոտել են մեզ մոտ մեր ելքերն ու մուտքերը, որտեղ մեքենաների խցանումներ են եւ գործունեությունը խաթարվում է։ Անկեղծ ասած, ուզում ենք, որ այս ելքերն մուտքերը բացվեն, որովհետեւ փոքր եւ միջին ձեռներեցները հարկատու են, խոչընդոտում ենք նրանց աշխատանքը։ Ընդհանուր առմամբ աշխատանքներն ինչպես են ընթանում։ Ընթանում են թույլ են, որովհետև տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն են տարածել իբրև թե Առիժմոլը ընդհանրապես փակվել է, բայց Առիժմոլը ընդհանրապես ոչ մի օր չի փակվել, այս 24-25 խանութներն են փակվել, որը ցույց եմ տվել ու մշտապես աշխատել է։ Ուղղակի կեղծ լուրեր են տարածվել, չգիտեմ, այդպես ձնագնդիկի էֆեկտով բոլորը տարածել են, որ փակ է։ Մինչև անգամ տաքսի ես նստում, տաքսի վարորդն ասում է, որ գիտեք ինչ, Առիժմոլը փակ է, ինչու եք գնում այնտեղ։ Ես խնդրում եմ մեր հայրենակիցներին այս նեղ պահին բոլորը աջակցեք մեր փոքր եւ միջին ձեռներեցներին, որովհետեւ իրականում շատ ծեծված է փոքր եւ միջին ձեռներեցների գործունեությունը եւ կոմենտարիաներ գրելուց խնդրում ենք այդպիսի վատ կոմենտարիաներ չգրեն, որովհետեւ հիմա ճիշտ ասած ձեռներեցներին պետք է հիմա դուք հարցեր տաք, հեսա սկսում են տարբեր տեսակի վատ կոմենտարիաներ։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք ոչ մեկին վատ կոմենտարիաներ մի գրեք, որովհետեւ մարդիկ աշխատում են, հարկեր են տալի, իսկ դուք ձեր իրենց տված հարկերի շնորհիվ սոցիալական հարցեր եք լուծում պետական մակարդակով։ Ուղղակի բերեք աջակցենք մեր ձեռներեցներին, որպեսզի նրանց գործերը գնալով դեպի լավի գնան։ Շատ շնորհակալություն։ Ընդհանուր առմամբ քանի օր է փակ։ Ընդհանուր առմամբ 10-11 օր է այս 24 խանութները փակ է եւ այս 24 խանութները փակ լինելու պատճառով լրիվ աշխատանքը խոչընդոտվել է, խցանումներ են լինում, ուրբաթ-շաբաթ կիրակի, երբ որ հագուստի շուկան էլ բաց է լինում, այդ ժամանակ խցանումները չեք պատկերացնի ինչքան շատ են լինում։ Պարզապես չենք հասցնում այդ խցանումները բացենք, որովհետև ստեղ մոտ 200 մեքենայի կայանատեղ կա նաև, այդ 200 մեքենաների քանի որ կայանալի տեղ չի լինում, սկսում է լուրջ խցանումներ։ Մնացած տեղերը նորմալ աշխատում են, բայց ելի այս կարգավիճակով, որովհետև սուտ լուրեր են տարածվել, իբրև որ Առիժմոլի հագուստի շուկան, ոսկու շուկան եւ տնտեսական շուկան փակ է։ Խնդրեմ ապա տեղեկատվություն չտարածեն։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։